Խոսքը, որ այսօր պիտի ձեզ ներկայացնեմ, այսպես են վերնագրել վրեժխնդրության օրեր։ Ուզում եմ Աստվածաշնչից մի քանի պատմություններ հիշեցնել Սուրբ գրքից, Աստծո գործերից։ Մենք գիտենք Աստված այո, բարի է, հավատարիմ է, սիրող է, ողորմած է, մեղավորի կորուստը չի ուզում։ Այո, Աստված իր կյանքով, գործերով ապացուցել է, որ իրոք այդպիսին է։ Բայց նաև մենք գիտենք Աստված դատաստաններ անող է, պատժող է։ Մինչև որ այդ օրը կգա, Տերը ողորմություններ անում է, որ մարդը այդ պատժին չհասնի, ազատվի, բայց երբ որ մարդը, ասենք ասած, իր ընտրությանը չի փոխում, մնում է իր չարության, հակառակության, ապերախտության մեջ, Աստված էլ բերում է որոշված պատիժն ու հարվածները նրա վրա։ Հիշեցնում եմ մի ժամանակաշրջան Իսրայելի և Հուդայի, ասենք ասած, կյանքից ժամանակ կար, որ Քրիստոսից առաջ, որ երկու պետություն ունեին հրեաները, Իսրայել պետությունը և Հուդա պետությունը։ Մեկի մայրաքաղաքը Երուսաղեմն էր, Հուդայինը, Իսրայելի մայրաքաղաքը Սամարիան էր։ Եվ դրանք նույն ժողովրդի կարծես թե բաժանված, երկու մասի բաժանված առանցին պետություններ էին։ Դա առաջացավ այն ժամանակ, մի փոքր պատմությունը հիշեցնեմ, երբ որ Սողոմոնից հետո նրա որդի Ռոբովամը թագավորեց եւ նա բաներ գործեց, կատարեց, որի պատճառով մեծ մաս, ասենք ասած, ցեղերը Իսրայելի 12 ցեղերից մեծ մասը ապստամբեցին եւ առանցին պետականություն կազմեցին։ Եվ այդ ժամանակից սկսած երկու պետություն էր։ Եվ եկավ մի պահ, Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ այս երկու պետությունները կարելի ասել ամբողջ ազգը ընդհանուր, թեկուզ երկու պետականություններ, մեծ չարություններ արեցին Տիրոջ առաջին, Տերն էլ անընդհատ իր մարգարեներն էր ուղարկում, խոսում էր, հանդիմանում էր, բայց նրանք ետ չդառան իրենց չարություններից։ Մնացին եւ շատ բարկացրեցին Տիրոջը։ Օտար աստվածներ էին պաշտում, անգամ երբ որ ոնց որ Աստված ցույց տա իր արդար լինելը, որ պիտի շուտով այդ մեծ բարկությամբ դատաստաններ ու պատիժներ անի, վրեժխնդրություններ իրականացնի այդ ժողովրդի վրա, իր մարգարեին ոնց որ ասած տեսիլքով հայտնությունով տանում ցույց էր տալիս, ասում արի տանեմ ցույց տամ, տես ինչեր են անում, ինչ չարություններ են անում։ Աստծո տաճարի մեջ իրանք դրած կուրք են պաշտում։ Օտար Աստված արձան եւ օտար պաշտամունք են անում։ Աստծո այնտեղ որտեղ որ Աստծո ոնց որ ասած պիտի Աստված պաշտվի։ Մաս են տրամադրել, տեղ են հատկացրել եւ անում են, ասում է, տես դեր ինչեր են անում։ Եվ այլ ցույց է տալիս եւ ասում է, միթե ես սրա համար պիտի չպատժեմ այս ժողովրդին։ Եվ տեսնում ենք ժամանակի մեջ, ովքեր կարդացել են 5 կտականը, Աստված կարելի ասել պատժեց, այո, այդ պատիժը բերեց մի պետության թագավորի միջոցով, Բաբելոնի միջոցով, Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի ձեռքով։ Նա ուղարկեց, այո, հանեց նրան, բարձրացրեց եւ ուղարկեց, որպեսզի նրանք գան, պաշարեն այդ պետությունները, գրավեն եւ մեծ կոտորած եղավ, ասենց շատ-շատերը կոտորվեցին այդ ժողովրդից եւ մի փոքր հատված, մի փոքր մաս գերության տարվեց Բաբելոն։ Այդպես է ասում Սուրբ Գիրքը։ Մի փոքր մնացորդ էլ մնացին այդ տարածքում։ Եվ կործանվեց Երուսաղեմը, նրա պարիսպները քանդվեցին, տաճարը կործանվեց, տաճարը թալանվեց, տաճարի ամբողջ այդ ոսկեղենը, սպասքը եւ այդ ծառայությունների համար բան ասենք օգտագործվող գործիքները, որ թանկարժեք մետաղներից են, տարվեցին Բաբելոն։ Եվ Աստված ներկայացրեց, մինչև այդ էլ խոսել էր եւ ներկայացնում է, որ ես պիտի ես անհավատարիմ, ուխտազանց, կռապաշտ, ինձ բարկացնող ազգից ին վրեժը լուծեմ։ Ընդ որում մենք գիտենք Սուրբ Գիրքը ներկայացնել, մինչև այդ էլ խոսում էր, որ օրհնությունների պայմաններ էր Աստված դրել եւ անեսքի պայման։ Երբ որ կհնազանդվեք, կլսեք,
եւ կվարվեք իմ կանոնների մեջ, Տերը ասում է ձեզ կօրհնեմ, բայց երբ որ չեք լսի, ես կսկսեմ ձեզ հարվածել։ Հարվածեցի, չլսեցիք, հետ չկանգնեցիք ձեր չարությունից, կմեծացնեմ հարվածը։ Էլի չկբանարեցիք, բազմապատիկ կանեմ, 7-նապատիկ ասма կանեմ։ Մինչև որ ասма, հենց այդպես ասма, կցրեմ ազգերի մեջ ձեզ։ Չեմ թողնի, որ մեկտեղ լինեք, պետություն լինեք, հող, ջուր, երկիր ունենաք, այսպես էր Տերը ասում, եթե չլսեք։ Եվ հենց այդ բանը կատարվեց, ինչ որ Տերը խոսել էր, այսինքն դա մի հանկարծակի բան չէր, դա խոսել էր նախորոք, դեռևս այդ վիճակները չեկած, որ այսպես կանեմ, եթե դուք այս չարությունների մեջ հարատևեք։ Այո, դա կարելի ասել Աստծո վրեժխնդրության օրերից էր։ Դա հատուկ մի իրադարձություն էր, որ այդպիսի բան չէր եղել երբեք Իսրայելի պատմության մեջ, երբ որ այդ ազգը ամբողջությամբ կոտորվեց, մի փոքր մնացորդով ուղղակի գերի տարվեց, դա էլ Աստծո ողորմությունն էր իր ուխտի համար, որ ինքը ուխտ էր արել, ասենք, Աբրահամի հետ եւ մնացած Աստծո մարդկանց հետ, որ պիտի, այո, օրհնի այդ ազգը եւ ժամանակին էլ փրկիչը պիտի այդ ազգից դուրս գա։ Եվ դա տևեց, Սուրբ Գիրքը ներկայացնում է, տևեց 70 տարի։ 70 տարի հետո Աստված ողորմություն արեց հրաշքով մեծ, ասենց ասած հրաշքով այդ աշխարհակալ թագավորների սրտում դրեց, պատվիրեց, հրամայեց եւ նրանք իրավունք տվեցին, որպեսզի այդ ստրկացած ժողովուրդը, այդ գերի քշված ժողովուրդը, նրանց սերունդները, ովքեր ծնվել են եւ այլ, ետ դառնան Երուսաղեմ, Պարիսպը կառուցեն, նորից վերականգնեն պաշտամունքը, Աստծո երկրպագությունը։ Հետո մեկ ուրիշ բան կատարվեց, մենք տեսնում ենք Սուրբ Գիրքը նկարագրում է, որ արդեն Աստված ժամանակը լրացավ եւ Աստված իր որդուն Հիսուս Քրիստոսին ուղարկեց աշխարհ եւ տեսնում ենք, որ Քրիստոսը, կարճ եմ ասում, խաչվեց հրյաների ձեռքով, այդ ժողովրդից շատերը, այո, նրան հակառակվեցին, չընդունեցին եւ նրանց մեծերը, ղեկավարները, այս հոգեվոր առաջնորդները կազմակերպեցին եւ Աստծո թույլատրությամբ Քրիստոսին խաչը բարձրացրեցին, մահվան դատապարտեցին, չընդունելով Քրիստոսին։ Եվ երբ որ Պիղատոսը անգամ այդ կուսակալը, չէ, բանի ռոմեական կայսրության, այսինքն կայսրի ներկայացուցիչ է տարածաշրջանում, կուսակալ։ Երբ որ ինքը ցանկանում էր, որպեսզի Հիսուսին ազատել, եւ խոսում էր, որ այս անմեղի արյուն է, ես այդ բանը ոնց որ չեմ ուզում անեմ, եւ այդ ժողովուրդը, որոնք պարտադրում են, որպեսզի Քրիստոսին խաչեն, սպանեն, նրանց խոսքը էր, այդ արյունը մեր վրա լինի եւ մեր սերունդի վրա լինի, այդպես ասաց։ Իսկ իրանք իրաց բերանով խոսեցին, որ այո, մենք թող մեր վրա լինի այդ արյունը։ Եվ Աստված բերեց այդ, ոնց որ ասած, արյան վրեժը նրանց վրա։ Մենք տեսնում ենք Քրիստոսի հարությունից երկին գնալուց հետո էլ եկեղեցի հաստատվեց այդ տարածաշրջանում, բայց քրիստոնեության, Քրիստոսի ճշմարտության, թագավորության դեմ ամենամեծ հակառակություն ունեցող գործողները դրանք հենց նորից նույն ազգներ, նույն ժողովուրդներ, այդ հрьяաներն են։ Հեթանոսները շատ ժամանակ իրաց կռապաշտությունից Սուրբ Գիրքը նկարագրում է, որ դառնում էին Աստծուն, դառնում էին Քրիստոսին, թեկուզ տարիներով նրանք կռապաշտ են եղել, բայց այս ժողովուրդը, որի համար էր խոստումը եղել, որ փրկիչ պիտի Աստված ուղարկի, Մեսիան, Քրիստոս, սրանք հակառակվում էին, անգամ Տիրոջ ծառաները, որտեղ որ գրում էին, խոսում, քարոզում էին ու հաջողություններ լինում, որ այդ հեթանոս ազգից դառնային դեպի Քրիստոսը, սրանք հատուկ գնում են, խոսում են, խառնում են իրար, որ մերժեն այդ Աստծո ծառաները։ Հիշում եք, չէ՞, ասում է Լյուստրայում, որտեղ հեթանոս ժողովուրդ էին ապրում։ Ասում է Պետրոսն, Պողոսն ու Բարնաբասը գնացին, խոսեցին, քարոզեցին, ավելի ճիշտ հրաշք կատարեցին։ Անդամալույս կար, չէ՞, որ նրան բժշկեցին, այդ ժողովուրդը ուրախացավ, ընդունեց, անգամ ուզում են երկրպագեն, ասում են Աստվածները մարմնով եկել են մեր մեջ, Պետրոսը չթողեց, որ այդ բան անեն, խոսեց Քրիստոսի մասին, բայց ասում անմիջապես կողքի քաղաքից հрьяաները եկան, իմացան, խոսեցին այդ ժողովրդի հետ, այդ ժողովուրդը, որ տրամադրված էր, որ Աստծո փառք էր տեսել, որ
ոնց որ ասած խոնարհվեն, հնազանդվեն այդ Պողոսի եւ Բարնաբասի քարոզած Աստծո առաջ Քրիստոսի այդ ժողովուրդը դառավ սկսեց բան անել։ Նրանց քարկոծել այն աշճան, որ անգամ ասում ասես քաշքաշ տարան գցեցին Պողոսին քաղաքից դուրս, մտածելով որ սպանել են, քարկոծելով սպանել են։ Բայց Աստված հրաշք արեց, կանգնեցրեց։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, ամենուր Պողոսը որ գրում է, ասում է զգուշ կացեք կրճատությունից, այսինքն թլպատվածներից զգուշ կացեք։ Եվ դրանց հակառակությունը բնականաբար սրա հետ էր կապված, որ նրանք ասենց չընդունեցին Քրիստոսին, Աստծո որդուն, որպես խոստացված Մեսիա, եւ խիստ հակառակվում են, որ ոնց կարող է լինի, որ Աստված իրանց ուխտը, հին ուխտը քանդել է, վերջացավ են հին ուխտի ժամանակները Քրիստոսով վերջացել է, Աստված նոր ուխտը հաստատել Քրիստոսով։ Եվ Սուրբ Գիրքը նկարագրում է, որ այս իրանց այս չարությունները, ոնց որ ասած, իրանք ասենց կատարյալ են աշճանի հասցրեցին, որ նորից Աստված նրանց վրա մեծ չարիք բերեց, վրեժխնդրություն իրականացրեց իր որդու համար, իր ծառաների համար, իր ասենց ասած ժողովրդի համար, որ եւ այդ մեծ հակառակության համար, չարության համար։ Եվ ինչ կատարվեց, հայտնի է պատմությունից նաեւ սա, արդեն որ Քրիստոսից հետո 70-ական թվականներին հռոմեական, մենք գիտենք, հռոմեական կայսրություններ այդ ժամանակ այդ տարածաշրջանի վրա տիրապետում, հենց Պոնտացի Պիղատոսն էր նրա ներկայացուցիչներ, կուսակալներ, եւ ասում է հрьяաները ապստամբեցին Հռոմի դեմ, ինչ որ փոքր ժամանակ անգամ հաջողություն երևաց, թե կարծես թե իրանք կարողանում են հասնել իրաց նպատակին, անկախություն ձեռք բերել, բայց ասում է կայսրը մեծ բանակ ուղարկեց Տիտոս զորավարի գլխավորությամբ, դրանք կեկան, Երուսաղեմը շրջապատեցին եւ մեծ նորից կոտորած եղավ։ Պատմիչները գրում են, որ ջրի նման այրունը հոսում էր, այդպես մեծ կոտորած եղավ, ասում է։ Եվ քանդվեց ամբողջությամբ տաճարը, ամբողջությամբ քանդվեց տաճարը, թողնվ մնաց այդ տաճարի պատերից մենակ այդ կառույցից մեծ կառույց էր մենակ մի հատ պատ, որը հիմա կոչվում է լացի պատ, որ հрьяաները այնտեղ գնում են լացում են, ինչ որ թուղթ են մտցնում այդ պատերի արանքները, ինչ որ ցանկությունների թե Աստծո հետ կապված եւ այլն։ Եվ սա էլ Սուրբ Գիրքը նկարագրում է հենց վրեժխնդրության օր։ Աստված վրեժ լուծեց։ Եվ ուզեմ կարդամ ձեզ համար Ղուկաս 21-րդ գլուխ 20-ից 28 խոսքերը, բայց երբ որ կտեսնեք Երուսաղեմը զորքերով շրջապատված, այն ժամանակ գիտեցեք, թե նրա ավերումը մոտ է։ Այն ժամանակ նրանք, որ հրեաստանում են, թող սարերը փախչեն, եւ նրանք, որ նրա միջումն են, թող հեռանան, եւ նրանք, որ նրա գավառներում են, թող չմտնեն նրա մեջ, որովհետեւ այն օրերը վրեժխնդրության օրեր են, որ ամեն գրվածները կատարվեն, բայց այն օրերում վայն հղիներին եւ ծիս տվողներին, որտեղ մեծ նեղություն կլինի երկրիս վրա եւ բարկություն այդ ժողովրդի վրա, եւ սրի բերանով կընկնեն եւ բոլոր հեթանոսների մեջ գերի կտարվեն, եւ Երուսաղեմը հեթանոսներից ոտնախոխ կլինի, մինչեւ որ հեթանոսների ժամանակը կատարվեն, եւ նշաններ կնեն արեգակումը եւ լուսնումը եւ աստղերումը եւ երկրի վրա հեթանոսները խռովության կտապնապեն, ծովը կգոչե եւ կծփան ալիքները, որտեղ մարդկանց սրտերը կնվաղին վախից այն բաների սпасելուց, որ բոլոր աշխարհի վրա պիտի գա, որովհետեւ երկնքի զորությունները կշարժվեն եւ այն ժամանակ կտեսնեն մարդու որդին ամպերի վրա եկած զորությամբ եւ մեծ փառքով, եւ երբ որ այս բաները կսկսեն լինել, վեր նայեցեք եւ բարձրացրեցեք ձեր գլուխները, որ ձեր փրկությունը մոտ է։ Այս մարգարեական խոսքերը Տեր Հիսուս Քրիստոսը խոսեց, հիշում եք, աշակերտները մոտեցան, իրեն ցույց տվեցին տաճարը, որ մի շատ գեղեցիկ եւ շատ, ասենց ասած, այդ ժամանակվա հնարավորություններով, ասենց հրաշալի ձևով կառուցված, մեծ քարերով եւ այլը, եւ Տերը ասեց, ասում եմ ձեզ, քարը քարի վրա չի մնա։ Եվ այդպես էլ եղավ։ Բայց պատճառը ինչն է, այստեղ հստակ ներկայացնում է։ Այս ասում ձեզ, այս հատվածը երկու ժամանակվա համար այս մարգարեական խոսքը։ Մեկը, որ Քրիստոսից հետո անմիջապես եղավ, այդպես է,
այս վրեժխնդրության օրերի հետ կապված։ Մեկն էլ պարզ հստակ խոսվեց, չէ՞, ասма, երբ որ այս ամեն sense նշաններ կլինեն նաև, երբ որ այս ամենը կատարվեն, գլուխներդ բարձրացրեք, որտեղ Տիրոջ գալուստը մոտ է։ Դուք եւ կտեսնենք, չէ՞, Քրիստոսին կարդացինք ամպերով եկած, այսինքն սա երկրորդ ժամանակահատվածը հենց այս ժամանակներն են, երկրորդ ոնց որ ասած մարգարեության երկրորդ իրականացումը, որտեղ բաներ կան Սուրբ Գրքում խոսք կա, որ տարբեր ժամանակների համար նույն խոսքը գործում է։ Օրինակ ասեմ, որ դուք հասկանաք, օրինակ երբ որ ասում է Աստված ստեղծագործություններ սկսում, ասես լույս լինի, չէ՞։ Եվ ասում է լույս եղավ։ Բայց հետո Պողոս առաքյալը ասում է, այդ խոսքը մենակ դրա համար չէր։ Այդ խոսքը այս ժամանակի համար է, որ Քրիստոսի ավետարանի լույսը ինչ մեր սրտերի մեջ ծագի, ոնց որ սովորական լույսը տիեզերքում ստեղծվեց։ Նաև այդ նույն հրամանով, մեկ ուրիշ հրաման չեղավ, այդ նույն հրամանով, այդ նույն խոսքով Քրիստոսի ավետարանի լույսն է ծագում մեր սրտերի մեջ, արդեն Քրիստոսի հետ կապված, նրա ավետարանի լույսի հետ կապված հրաման է դա։ Այսինքն նույն խոսքը ունի տարբեր ժամանակներում իրականացման ժամանակահատված շրջան։ Այնի բանի ստեղծագործության սկիզբն է նոր որ ստեղծագործում էր, էսի արդեն Քրիստոսի հետ կապված ավետարանի հետ կապված հարց է, որ արդեն մեկ ուրիշ ժամանակում է։ Բայց նույն խոսքով է դա իրականացել։ Ինչ եմ ուզում ասեմ, այստեղ կա այս որ ներկայացվեց, տեսեք ինչ սարսափելի օրեր նկարագրեց, որ ու ասես դրանք վրեժխնդրության օրեր են, Աստված վրեժ է լուծելու իր ժողովրդի համար, իր որդու համար, ասում այդ օրերին, այդ օրերը ասում մեծ նեղություններ կլինեն նրանց համար, վրեժխնդրության օրեր են եւ բարկություն այդ ժողովրդի վրա։ Դե Աստծո բարկությունն է, որ այդ ժողովրդի վրա պիտի թափվի։ Եվ մենք գիտենք, որ եթե ինչպես նախորդ հատվածը ես ներկայացրեցի 70 տարի տևեց եւ Աստված ողորմություն արեց նորից հիշելով հետ վրեժ դարձեց նրանց գերությունից, սրանց համար արդեն 2000 տարի է տևելու։ Մենք գիտենք, որ 2000 տարի այս ժողովրդի վրա, ասենց ասած, փակված է ավետարանը։ Նրանց մեջ ապաշխարություն չի լինում։ Կուրություն է եկել, կուրության կապանքներով կապվել են։ Դա այսինքն սա մենակ ասենց չի, որ պատիժ է սա, որ ինչ որ ֆիզիկական հարված, մահ, տանջանք, չարչարանք, շատ ժամանակ այդ տանջանքն ու չարչարանքը դեռևս հնարավորություն են ստեղծում, դեռևս հույս կա, որ թեկուզ տանջվես, չարչարվես, բայց գուցե նորից կարա դառնա Աստծուն, այդ տանջանքից, չարչարանքից, հասկանա իր սխալը, ապաշխարի, բայց ամենամեծ չարիքը մարդու համար հենց սա է, որ կուրությամբ կապվում է, այսինքն Աստված չի ներգործում։ Աստված այդ մարդու հետ գործ չի անում։ Կապրի, կուտի, կխմի, ինչ-որ գործեր կանի, բայց Տերը նրան դեպի փրկություն, ապաշխարություն բերելու ոչ մի աշխատանք չի տանում։ Ամենայն դեպս տեսնում եք, Սուրբ Գիրքը ասում է Հռոմեացիս 11:2-ում Պողոս ասում է կուրություն եկավ այս ազգի վրա։ Մինչև մի որոշար ժամանակները, մինչև հեթանոսների լերումը ասում, այսինքն հեթանոսներին Տերը դառավ եւ նրանց մեջ ապաշխարության մեջ գործ սկսեց իրականացվել։ Բայց ամբողջ հարցը սա, որ եղավ, այո, վրեժխնդրություն եւ նաեւ, այսպես ասեմ, ասեցի, եթե սա առաջի դարում եղած այդ պատմությունը, որ նկարագրեցի այդ հռոմեական կայսրության ձեռքով իրականացվածն էր, ապա այս նույն խնդիրը առաջանալու է նաև վերջում Հիսուսի գալուստից առաջ։ Նույն ձևի վրեժխնդրության մեկ ուրիշ վրեժխնդրության օրեր էլ կան որոշված Աստծո կողմից։ Հիսուսի գալուստից առաջ պիտի լինի, որտեղ խոսեց, ասես կտեսնեն, չէ՞։ Այդ նշաններից հետո Հիսուսը գալուց։ Այդ ժամանակներում ասենք Երուսաղեմի եկեղեցին Քրիստոսի հաստատած եկեղեցին նկատի ունեմ։ Այդտեղ կարելի ասել Աստծո մեծ ծառաներ կային այդ եկեղեցում։ Չէ, գիտեք, 12 առաքյալները, որոնցից մեկը անկավ Հուդան, բայց նրա փոխարեն մեկ ուրիշին հաստատեցին, նրանք Երուսաղեմի եկեղեցում մեջ էին հենց։ Դրանք հատուկ առաքյալներ էին, դրանց պարգևը, չեմ ասում, առաքյալական պարգև էլ չի տրվում, չէ,
Մինչև հիմա էլ կա առաքելական պարգև։ Մեր եկեղեցում էլ ունենք պարգև, որ մարդ, որ առաքելական պարգևով է, այո, բայց այդ առաջի դա այդ տիրոջ ընտրած 12-ը դրանք հատուկ ոնց որ ներգործությունով ու օծությունով են։ Համենայն դեպս սենց ասեմ, հզոր Աստծո մարդիկ, որոնք գործում են այդ եկեղեցու մեջ ու այս սենց ասած այս դեպքը, որ ես ներկայացրեցի, սա էլ իր հերթին նպաստեց, որ այդ եկեղեցին, Երուսաղեմում եկեղեցին, քրիստոնեական եկեղեցին քանդվի, չհարատևի, ընդհատվի, վերջանա նրա ընթացքը։ Մի քանի տասնյակ տարի տևեց այն եկեղեցու կյանքը, որի մեջ Աստծո հզոր ծառաներ կային։ Քրիստոսի 12 առաքյալներից շատ այնտեղ էին շատերը։ Հա Հակոբոսին հիշում եք բանը սպանեց Հերովդեսը, չէ, բայց մնացածները գործում են։ Ու այսքան կարճ տևեց այդ եկեղեցու կյանքը։ Ի՞նչն էր պատճառը։ Այսինքն այդ բանը իրադարձությունը ավելի արագացրեց, որ այդ եկեղեցին ցիրուցան լինի եւ իր ընթացքը խափանվեց ժամանակի մեջ, արգիլվեց, դա Աստծո ձեռքն էր, այնպես չի որ Աստված չէր կարա, դե բերեց հռոմեացիներին այդ հզոր բանակին չէր կարա դրած ձեռից իր ժողովրդին կամ այդ եկեղեցին անենց աներ, որ ընթացք ունենա, շարունակի, հարատևի։ Բայց ի՞նչն էր պատճառը, հարց, ինչու նաև այդ կատարվեց։ Հստակ պարզ է, ուշադրություն դարձեք, մենք Աստծուն ճանաչելով, եթե ճանաչում ենք, հասկանում ենք, պատճառը նույնն է։ Պատճառը նույնն է, այս առումով ուխտազանցություն, պատճառը նույնն է, Աստծուն ուրանալ, Աստծուն թողնել կամ ասենց ասած չլսել, հակառակվել եւ անենց վիճակի բերել, որ էլ ոնց որ ասած սրանց համար այդ պետք է լինի, էլ ուրիշ բան ստեղ չի սպասում։ Բայց ինչ էր կատարվել այդ եկեղեցու մեջ։ Ես ինչու եմ այդ ժամանակվա համար ասում, որովհետև հիմա պիտի հանդրադառնամ նաև այս ժամանակներին։ Ինչ էր կատարվել այդ եկեղեցու մեջ, ինչի վերջապես նորից ասեմ 12 առաքյալներ Աստծո շատերը այնտեղ այո գործում են։ Երանի կտան երևի շատ եկեղեցիներ, որ այտենց առաքյալներ իրենց մեջ գործեին, ու այս եկեղեցին այսքան կարճ պատմություն ունեցավ։ Դա հայտնի է պատմությունից, որ շատ կարճ եղավ։ Առաջի դարում 100-ամյակից եկում չշարունակվեց։ Բայց եկեղեցիներ կան, մենք որ մենք ասենք նայում ենք հենց մեր եկեղեցին, հենց ես որ ինձ նայում 35 տարվա հավատացյալ եմ։ Այսինքն իմ բանի չափում դրանք տևեց ու վերջացավ կարելի ասել։ Ինչու՞։ Հզոր ծառաներով։ Եվ Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ չի թողնում բանանին, որտեղ նորից եմ ասում, Աստված նախ սիրել է իր եկեղեցին, իր արյունով է գնել եւ թանկ է, կարևոր կառույց է, բայց եթե թույլ է տալիս, որ դա ասենց չհարատևի, այլ դրան խափանվի դրա ընթացքը, ուրեմն մի լուրջ բան կար այդտեղ։ Բայց այդ նույն լուրջ բանը այսօր այս շատ եկեղեցիների մեջ է բան աշխարհում։ Այսինքն դա ցույց տալու, եթե նրանց թույլ չտվեց, սրանց էլ չի թույլ տալու։ Եթե վրեժխնդրության օրեր հանդիսացավ Աստծո, ոնց որ ասած, Աստծո հետ կապված ճիշտ չվարվելու պատճառով, ստեղ էլ է այդպես լինելու։ Ոչ թե մենակ աշխարհի համար, այլ նաև հենց իր քրիստոնյա եկեղեցիների համար է լինելու։ Որոնք ինչ որ կարև լուրջ բաներում արդեն ոնց որ ասած թողել են։ Սուրբ Գիրքը հստակ ասում է, ուխտազանց են եղել։ Ուխտազանց։ Այն բերված պատմությունները, որ ես բերեցի, առաջինը, այս երկրորդը, սրանք ուխտազանցության պատմություններ էին։ Դրանք թողեցին Տիրոջ ուխտը։ Դերն էլ պատժեց, վրեժխնդրություն արեց։ Եվ ինչ էր կատարում, կուզեմ ուղղակի հիշեցնեմ որոշ բաներ։ Մի բան է երևում ամբողջ այս բանից, ասենք Սուրբ Գրքում տարբեր էպիզոդներից, ոնց որ հասկանում ենք, որ այս Երուսաղեմի եկեղեցու մեջ, ասենց ասած, Տերը, որ արդեն քանդել էր եւ տաճարը հին ուխտի, եւ հին ուխտներ քանդել մինչեւ այդ արդեն Հիսուս Քրիստոսի գալստով, հրեականություն է այդ առաջի ուխտը, հին ուխտը, որ Տերն էր քանդել, Հիսուսի ուխտը, Հիսուսով եղած ուխտը, երկրորդ ուխտներ հաստատել, այդ հին ուխտի շատ կարգուկանոններ շատ ավելի բարձր են դրվում, քան Քրիստոսի ձեռքով հաստատված երկրորդ վերջնական հավիտենական ուխտի կանոնները։ Այսինքն նորից ոնց որ ասած
հրեականությունը այդ հին ուխտի բաները բարձրացել էր ու շատ էր բարձրացել, անարգվում էր Տիրոջ ուխտը։ Այսինքն հենց անարգվում է Տիրոջ ուխտը, ուխտազանցությունն է այսի դառնում։ Ինչպես է այդ երևում, օրինակ Գործք առաքելոցում նկարագրված է մի դեպք 10-րդ 11-րդ գլխում խոսում է Կորնիլյուս անունով մի հարապետի մասին, որ բարեպաշտ մարդ էր, Աստծուն աղոթք անող, Աստծուց վախեցող, եւ Աստծո հրեշտակը, Աստված իր հրեշտակ ուղարկում, ասում է ուղարկի քո ծառաներից թողեթան այս ինչ վայրը հոպե, եւ ասում է այնտեղ Պետրոս անունով բանը այս ազնվորությանը գտնեմ, բերեն եւ ինքը ձեզ բան ունի խոսելու, ես նրանով ձեզ բանն եմ ասելու։ Եվ Սուրբ Գիրքը նկարագրում է, որ այո, եկան դրանք Պետրոսին գտան, մինչև այդ Պետրոսն էլ Աստծուց մի 3 անգամ առնվազն 3-4 անգամ հայտնություն առավ, որ անպայման նրանց հետ գնա, նրանց պիղծ մի համարի, ինչու էր Աստված սա խոսում իր այդ, որովհետև հին ուխտով դու գիտեք Աստված արգելել էր, որպիսի հրեաները շփվեին բաների հետ, հեթանոսների հետ, հեթանոս ժողովրդի հետ, պատճառ կար, ասում էր, օրինակ ժամանակին ասում էր, երբ որ Քանանու երկիր մտնեք, դրանց հետ խնամություն չանեք, դրանց հետ հարազատություն չանեք, վռնդեք, մի թողեք։ Ինչի համար, ասում է, որովհետև կեթակ իրանց հետ մտերմություն կանեք ու կդառնաք ինչ իրանց կուրքերին, ասում է, ու տենց էլ կար։ Շատ տեղերում տանում ես, հենց մտերմություն անան դառնում են նրանց կուրքերին։ Դերս այդ արգելքն է դրես նրանց պահելու համար։ Հա։ Եվ բայց երբ որ նոր ուխտը ստեղծվեց, հաստատվեց Քրիստոսով, Սուրբ Գիրքը հստակ ասում է, որ ամենքս Քրիստոսին հագած ենք, էլ ինչ հույն, էլ ինչ հրյա, էլ ինչ տարբերություն։ Մենք մարմնի կողմանից չենք ջոկվում ու չափանիշ դրվում, որ ով է Աստծո մոտ, մենք հոգու կողմանից Քրիստոսի հոգին ունես, ուրեմն Քրիստոսին ես, Քրիստոսի բնությունն ունես, նրան ես, էլ այստեղ գինը, որ վճարվել է իմ համար էլ, քո համար էլ, հրեայի համար էլ, ոչ հրեայի համար, ռուսի համար, ուկրաինացու համար, բոլորի համար նույն գինն է, Հիսուս Քրիստոսի ամենաբարձր գինը, թանկագին գինն է, որով մենք գնվել ենք, որ Աստծո ժողովուրդ լինենք, հիմա նոր ժողովուրդ է, Աստծո ժողովուրդ հոգու կողմանից, էլ մնացած ասենք ստորադասվում է։ Եվ ինչ էր կատարում, ասում սրանք, երբ որ Պետրոսը գնաց, խոսեց, Կորնիլոսի տուն մտավ, Կորնիլոսն իր հարազատներին բոլորին հավաքել էին, Աստված ցույց տվեց, որ նրանք էլ իմ համար, ասենց ասած, հավասար ձեզ պիտի օրհնվեն։ Տարբերություն չկա, որ ազգից են։ Եվ նրանք, երբ որ խոսում էր Սուրբ Հոգով մկրտեց անմիջապես Տերը նրանց, որպեսզի ավելի համարձակ լինի Պետրոսը, Պետրոսն էլ լավ ջրով մկրտեց, այսինքն Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ Սուրբ Գիրքը նկարագրում է, որ երբ որ նա հետ եկավ Երուսաղեմում, ասում է, մարդիկ կային, որոնք հրեականությունից էին Քրիստոսին դառել, այսինքն այն հին ուխտի խիստ պահող, ուշադրություն դարձեք, եթե դուք նկատած կլինեք Սուրբ Գիրքը կարդալուց նոր կտականը, տեղ կասում է հրեաները, տեղ կասում է ժողովուրդ։ Այդ նույնը չեն։ Ժողովուրդն սովորական հասարակ ժողովուրդն է, թեկուզ ազգությամբ նույնն են։ Բայց որ ասում է հրեաները, որ խորտեղ ասում է հրեաները վիճում են, չէ, հրեաները որտեղ խոսում է, այդտեղ այդ կրոնավորներն են, այն խիստ կրոնավորներ, փարիսեցի դպիր քահանա կրոնականներն են, կրոնական տեսակետից է ներկայացնում, որտեղ կարդակ այդպես է։ Հրեաներից շատերը ասում է հավատացին նրան, եկան Հովաննես 8-րդ գլխում ասեցին շոր բան, Տերն էլ վերջում վիճեցին Տիրոջ հետ, վերջը Տեր ասեց դուք ձեզ սատանա ինչ հորիսն եք։ Բայց սովորական ժողովուրդին ասում է ժողովուրդը իմացավ Հիսուսը ստեղը հելավ եկավ։ Իսկ երբ որ հրեաները ասում է դա արդեն բանն է։ Եվ այստեղ տեսնում եք ասում է այդ հրեաներից դառածները, որ ասում է 11-ի սկիզբը ասում է եւ առաքյալներն ու եղբայրները Հրեաստանի կողմերում են լսեցին, որ հեթանոսները ընդունել են Աստծո խոսքը, բայց երբ որ Պետրոսը որ ելա Երուսաղեմ, այն հավատացյալները, որ թլպատությունից էին, վիճում էին նրա դեմ եւ ասում դու անթլպատ մարդու մոտ մտար եւ նրանց հետ կերար։ Այսինքն անթլպատ մարդու մոտ մտնելու ուտելու արգելքը դա հին կտակարանի, հին ուխտի ավելի ճիշտ պայմանների մեջ էր, կարգի մեջ էր, ոչ թե Քրիստոսի նոր ուխտի։ Այսինքն տեսնում եք, իրանք, ասենք ասած, պահանջում են, որ հին ուխտի կարգ ու կանոնները, պահանջները ուժ ունենան նոր ուխտի մեջ։
Բայց այդ ուժ ունենալով դա, եթե դա ուժ ունենան, հարգվի, ընդունվի, պահպանվի, կանարգվի նոր ուխտը։ Դու չես կարող ամեն անես։ Որ նոր բացատրեցի ինչու։ Հիսուսի արյունով ամենքս սրբում ենք, Հիսուսի արյան գինը ամենքից վրա եւ Աստված տարբերություն աչառություն չի տենում ոչ մի դեպքում ով է, որ ազգիցը։ Եվ սրանք պահանջեցին, թեկուզ ճիշտ է, Պողոսը հելավ, խոսած, կներեք, Պետրոսը հիշեցրեց իր հայտնությունները, որ Աստված ցույց տվեց մի հատ սփռոց մեջը լիքը տեսակ մաքուր ու անմաքուր կենդանի, ասեց հել մորթիկեր։ Պետրոսն էլ ասեց այն հին կանոնի համաձայն, Տեր, ես անմաքուր անասուն երբեք չեմ կերել, չէ, ասեց ինչ որ Աստված սրբեց, դու ինչ վիղս մի համար է։ Անկամ վերջում Սուրբ Հոգին ասեց, այնա մարդիկ քեզ կանչում են, ինչ որ կասեն, գլնես կեթասետները, հանկարծ բան չանես, այսինքն այդ ազատում էր Տերը դրանով, որ ինքը այդ հին կանոններով հանկարծ չառաջնորդվի ու մերժի այդ մարդկանց, որ սրանք հրյա չեն, սրանք հեթանոս են, ես Աստուն պետք է չմտնեմ։ Եվ տեսնում ենք, այստեղ հակառակություն կար, բայց վերջում այնպիսի տպավորություն է, որ կարծես թե համաձայնեցին, հա, Աստված նրանց էլ է ողորմություն արել, բայց տենում ենք, չէ, այդ process-ը ընթացքը զորանում էր, ինչքան ժամանակը գնում էր, այնքան այդ թլպատությունից եղած հավատացյալները զորանում իշխանություն են ձեռք բերում ու հարցը ասավ նրան, բերեց նրան, որ Երուսաղեմի եկեղեցին ընդհանրապես որ նայում ես Հիսուսը որ ումը տվեց որ առաջնորդի իր հոտը, հիշում եք Պետրոսին ասեց, Պետրոս սիրում ես ինձ, ասեց հա, դե իմ հոտս իմ գառներին վանանի արածացրու, ոչխարներին արածացրու, այսինքն առաջնորդ տվեց, բայց մեկ էլ տենում ես բանն է, Հակոբոսն է դարել այդ եկեղեցու առաջնորդը, իր ինքն է ղեկավար, ինքն է սյուն դարել, անգամ այն աշճան, որ իրանից Պետրոսն է վախենում, զիջել է իր դիրքերը, բայց նրան դրած բանն էլ Հակոբոսի իշխանը ոնց որ ասած այդ դիրքն էլ առաջացել էր այդտեղ եկեղեցում եղած այդ ասենք ասած այդ թլպատվածների հավատացյալ այդ թլպատության կողմից եղածների հрьяաների իբր թե քրիստոնյա դարած հрьяաների իշխանությունից նրանց ձեռքով նա բարձրացել էր, այսինքն նրանք այնքան են զորացել իշխանություն ձեռք բերել, որ արդեն նրանց մարդն էր ղեկավարում եկեղեցին ոչ թե Հիսուսի դրած մարդը։ Ոնց է դա երևում, հիշեցնեմ որոշ դեպքեր, այս թեկուզ Գաղատացիս թղթում Պողոս Առաքյալը ներկայացնում է իր մասին, թե Աստված ինչպես իրեն կանչեց, ինչպես հայտնությունով ավետարանը տվեց, որ ինքը մարդուց չի առի ավետարանը, այլ Աստծուց, հետո 14 տարի հետո եկել է Երուսաղեմ, որ մի հատ խոսի Աստծո ծառաների հետ, եւ այստեղ ներկայացնում է նորից ոմանց մասին, դեռևս ոնց որ ասած ուժ ունեին հակառակվելու այդպիսիներին, այդ առաջի ուխտը պահողներ, որ իրանց անվանում են քրիստոնյաներ, բայց առաջի ուխտը բարձր են ավելի շատ հարցերում բան համարում, քան Քրիստոսով եղած ուխտը, եւ ասում է, երբ որ եկանք բան Երուսաղեմ եղբայրների մոտ, ասում է, բայց Տիտոսն էլ, որ ինձ հետ էր հելենացի լինելով, չբռնադատվեցավ թլպատվելով եւ այն ներս պրծած սուտ եղբայրների պատճառով, որ ներս պրծան մեր ազատությունը լրտեսելու համար, որ Քրիստոս Հիսուսումն էր, որ մեզ ծառայեցնեն, որոնց մի ժամ էլ ակած չներեցինք հնազանդության համար, որ ավետանի ճշմարտությունը ձեզանում հաստատ մնա։ Խոսում է եղբայրներ ներս պրծան, որ մեր ազատությունը լրտեսեն, այսինքն հետո հասկանում ենք սրանք ովքեր են, հենց այդ տիպի, ասենց ասած, հերականությունը պահող բաներ, անձնավորություններ, Հակոբոսն էր, այդ մարդը, որին Հիսուսը չվստահեց իր մորը։ Հիշում եք, երբ որ խաչի մոտ կանգնած էին, Հովհաննեսին ասեց, ահա քո մայրը, հա քո որդին, բայց ինքը այդ նույն Մարիամը որդիներ ուներ, որից մեկը Հակոբոսն էր, բայց Հիսուսը չասեց, Հակոբոսը քո քեզ համար խնամ տանի, ֆիզիկականի մասին մենակ չի, հենց հոգևորի կարևոր։ Բայց մարդը դարել էր ղեկավար, ու այդ ղեկավարություն իր մոտից մարդիկ եկան, ասում որ թլպատությունիստն էին, տեսեք, ինքը իր մարդիկ ովքեր են, որոնք թլպատությունիստն էին, այն հույն ուխտը քրիստոնյա էին իբր թե դարը, բայց հույն ուխտը խիստ պահող, այդ ջոկողությունը դնող, հավատաց բանը, հեթանոս, ոչ հեթանոս եւ այլն։ Ասում սկի Հակոբոսը չէր եկել, իր մարդիկ էին եկել, Պետրոսը, որ այդ հզոր Աստծո ծառան էր, վախեցավ, ասում ստիպված դրեց կեղծավորություն այդ, որ անկես sense հաղորդակցում էր, հետ քաշվեց, էլ չէր շփվում, ասում հետները։ Ես էլ ասում հանդիմանեցի նրան։ Այսինքն տեսեք այդ
ինչ ուժ էին ստացել, ինչ ազդեցություն ունեն, որ Պետրոսի նմանները արդեն վախենում են, ստիպված նրանց կամքն էին կատարում, հասկանում եք, Աստծո կամքը թողելով։ Եվ էլի ուրիշ տեղեր կա, որ Սուրբ Գիրքը ներկայացնում է, Գործք առաքելոց 11-21-րդ գլխում Պետրոս, հիշում եք, Պողոսը եկավ եւ Հակոբոսը խոսեց նրա հետ, ասես գնա, ինչ որ հին ուխտի հետ կապված օրենքով էս բաներն արա, որովհետեւ շատերը կարծում են դու թլպատությանը դեմ ես։ Եվ ցույց տվեց շատ հավատացյալներ, ասես տես ինչքան բյուրավոր հավատացյալներ կան, քրիստոնյաներ կան, որ օրենքին նախանձավոր են։ Հասկանում եք ինչ է նշանակում այդ օրենքը ոչ թե մի գողացի իր մի սուտ խոսանա, դրա մասին չի, իրավունքի հարցը չի։ Հին ուխտով եղած այդ կարգ ու կանոնները, օրենքները, որ դրված են թլպատության մնացած բաներ, դրանք այդ քրիստոնյաները Երուսաղեմի, որ բյուրավոր էին, շատ էին, բայց դարել էին ոչ թե Քրիստոսի նախանձավորներ, այլ օրենքի նախանձավորներ։ Այսինքն կարելի ասել քրիստոնեական եկեղեցին հրեականացվել էր։ Առաջին ուխտի պայմաններն ու կանոնները բարձրացրել էին ավելի շատ եւ անարգվել էր Քրիստոսի երկրորդ ուխտով հաստատված պահանջներն ու կանոնները։ Եվ այս էր պատճառը, այո, որ Տերը թույլ չտվեց, որ էսի sense մնա։ Եվ առաջի դարում, այո, ընթացքներ, ասենց ասած, իրողություններ եղան, որոնք նպաստեցին, որ վերջնականապես այս եկեղեցին վերջանա, ընդհատվի նրա ընթացքը, շարունակվի։ Բայց հիմա դառնանք այս օրերի հետ կապված, ժողովուրդ ջան։ Այս նույն խոսքերը, որ ես կարդացի Ղուկաս 24-ում, ասեցի, երկու ժամանակվա համար է, եւ այդ առաջի դարի համար է, Ղուկաս 21-ում կներեք։ Եվ առաջի դարի համար է, եւ այս վերջի Քրիստոսի գալուստից առաջվա համար է, որտեվ կարդալ կոնտեքստից դա երևաց, ասում եմ, կտեսնեք Քրիստոսին։ Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Մենք գիտենք, որ հիմա էլ, ասենց ասած, մեծ հակառակություն կա Քրիստոսի նկատմամբ։ Հենց այդ նույն ժողովրդից ամենամեծ, ասենց ասած, հակառակությունը հենց հրեաներից է։ Ինչի պատճառով։ Իրանք չընդունեցին Քրիստոսին որպես Աստծո Քրիստոս, Մեսիա։ Իրանք իրենց Քրիստոսին են պատրաստում, որ աշխարհ բերեն։ Որպեսզի բերեն աշխարհ ընդունելի դարձնեն, այս Քրիստոսին, ճշմարիտ Քրիստոսին պիտի անարգեն, անպատվեն ու անարգում ու անպատվում են, հայում ու ծաղրում են, այլ ֆիրմեր, տարբեր ձևերով ճանապարհներով, այսպես է։ Ամեն ինչ անում են, այսինքն սրա համար իրանք դեռ նրանց համար որոշված վրեժ Աստծո վրեժխնդրության օրեր կա, այս որ ես կարդացի, դա դեռ էսի պետք է կրկնվի, պետք է գա։ Եվ Տերը ասում է, երբ որ իր հավատացյալ ժողովրդին ասում է, երբ որ կտենակ Երուսաղեմը շրջապատված բաներով, զորքերով, թշնամիներով, փախեք, չմտնեք, որտեղ այդ օրերը Երուսաղեմ չմտնեք, Երուսաղեմից դուրս եկեք, գավառներում եղած անկաշ չմտնեն Երուսաղեմ, ասեն այնտեղ պարսը գուցե պաշտպանվենք, չէ, փախեք ասեց։ Վրեժխնդրության օրերն են։ Նույն պատճառով, որ այո, նույն ձևի նորից հալածում են Տիրոջը, հալածում են Տիրոջ ժողովրդին, անպատվում են, անարգում են Քրիստոսին, որպեսզի իրենց Քրիստոսին բարձրացնեն, իրենց Քրիստոսին բերեն։ Ու Սուրբ Գիրքը ասում է, իրանք բերելու են։ Այդ ները, գազանը, այդ որ ասում է, այդ իրանց բերածն է, որ պիտի բերեն։ Եվ սրա համար վրեժխնդրության օրեր կան։ Բացի դրանից, ինչ ենք տեսնում այսօր աշխարհի մեջ։ Այսօր աշխարհի մեջ տեսնում ենք հետևյալը։ Շատ շատերը այդ ծրագրին, այսինքն հին ուխտը վերականգնեն, իրենց Քրիստոսին բերելու այդ ծրագիրը, որ նրանք որոշել են դրել են, ընթացք են տվել, շատ քրիստոնյաներ դրան նպաստում են։ Դա ընդունում են։ Դա որպես, ասենց ասած, Աստծո ծրագիր են դիտարկում, ների, գազանի ծրագիրը, չարի ծրագիրը եւ աջակցում են, նա անգամ ամեն ինչ են անում դրա համար, որպեսզի այդ գործը առաջ գնա ու իրանք այդ նպատակին հասնեն, քրիստոնյաներ։ Եվ գիտեք, որ այդ երրորդ տաճարի շինության գաղափարը որ կա, երրորդ տաճար, այդ տաճարը որ շինվի ու հրեաները իրենց պաշտամունքը զորացնեն, իբր թե նորոգեն այդտեղ եւ իբր թե դա պատի ընդունվի Աստծո կողմից, դա ստություն է, Աստված չիրավորթուն չի մի կողմ դնի, մենք շատ ենք խոսացել, եւ այդ զոհեր ընդունի։ Վերջացավ, Աստված քանդել է այդ բանը, ուխտը եւ նոր ուխտը հաստատել ամբողջ մարդկության հետ։ Եվ այս բանի մեջ այդ գործը, որ նրանք անում են, շատ քրիստոնեական եկեղեցիներ աջակցում են։
համաձայն են, հոժար են սրտով, ամեն ինչ անեն ֆինանսապես, աղոթքով, ուրիշ կերպ, որ հաջողություն լինի նրանց այդ հարցում։ Այսինքն նույն ձևի շատ տեղերում, շատ կարելի ասել քրիստոնեական կոչված եկեղեցիները նույն բան վիճակի մեջ են, ինչ որ առաջի դարի Երուսաղեմի եկեղեցին։ Նույն հոգեբանության մեջ կարծես թե մի հատ ասենց ընդունում են, որ սուրբ մի հատ ուխտ, մի հատ սուրբ պաշտամունք պետք է բանը, նրանք վերականգնեն Երուսաղեմ։ Ինչ սուրբ պաշտամունք։ Հիսուսին անարգող պաշտամունք, Հիսուսին մերժող պաշտամունք, Հիսուսի զոհը քահանայությունը մերժող պաշտամունք։ Եվ ձեռք են դնում, աղոթք են անում ինչ-որ մարդկանց համար, որոնք պատերազմներ են վարում հենց այդ նպատակով, որ թույլատնեն են մուսուլմանական երկրներին, որ հանկարծ նրանք չհակառակվեն այդ Երուսաղեմում կառուցելիք տաճարին, դեմ, այդ գործին։ Ամեն ձևի նպաստում են, խոսում են, որ հատուկ աշխատանք են տանում, որ միլիոնավոր քրիստոնյաների, տասնյակ միլիոնավոր, 100 միլիոնավոր քրիստոնյաները դառնան այդ գործի ջատագովներ, ամենտեղ այդ գործի համար աշխատեն, ինչ հնարավոր է տան անեն այդ գործին, ու շատերը լծվել են դրան, փող են տալիս գուցե ֆինանսավորում են, չեն ծածկում, բացահայտ են խոսում այս ծրագրի մասին, եւ դեռ մենք շատ տեղերում այո, դա կա։ Մարդիկ ընդունում են, որ տաճարը պիտի կառուցվի եւ այնտեղ պիտի Աստծո պաշտամունք զորանա։ Բայց this բան չի կարա լինի Աստծո մոտ, Աստված չի վերադառնա, նորից եմ ասում, այն հին ուխտին, որը ինքը քանդել է մեկ, երկրորդն էլ նոր ուխտը պիտի վերցնի, որպեսզի հինը նորից վերահաստատի, նոր ուխտը նշանակում է Հիսուսի արյունը, Հիսուսի զոհաբերությունը ոտատակ տրվի։ Իսկ գիտեք, Աստծո մեծ բարձր նպատակը հավիտենից է սեղը, իր որդին փառավորվի, իր որդին բարձրանա։ Եվ բնականաբար այդ օրերը, որ վրեժխնդրության օրեր են, այդ օրերի մեջ նաև այն դատաստանները վերջի աշխարհի վերջում, որ պիտի Քրիստոսի գալուստի առաջ պիտի լինի, հենց այդ ժամանակ այդ դատաստանների տակ ընկնելու են այն եկեղեցիները նաև, որոնք որ այսօր հավանում են այդ ծրագրին, աջակցում են այդ ծրագրին, սրտով հոժար են, սրտով դրանց հետ են, աղոթք են անում, ֆինանսավորում են, գործում են, պաշտպանում են։ Տերը օրհնի մեզ, որպեսզի մենք հավատարիմ լինենք Տիրոջը, Տիրոջ ուխտին։ Եվ այն ինչ որ հիմա ոնց որ ուխտազանցության գործը, որ կատարվում է շատ տեղերում, որ իրանց ծրագիր իրանք խոսում են, ներկայացնում են 100 միլիոնավոր անգամ միլիարդի հասնող քրիստոնյաների հետ են աշխատում։ Տարբեր հարթակներով, on-line հարթակով, ուրիշ ձև եւ նրանց ամեն մեկին պատրաստում են այդ ծրագրին աջակցելու համար։ Հիսուսին, այսինքն մերժելու համար, որովհետև տաճարի կառուցումը նշանա Հիսուսի մերժելուն, որ նրանք մերժում են նոր ուխտը եւ հինին են վերադառնում։ Այս վայ են մարդուն քրիստոնյային, որ համաձայնվեց, հոժարվեց, աջակցեց դրան։ Ինքը նրանց հետ միաբան ուխտազանցա, թող ասի Հիսուսը իմ Տերն է։ Եթե քո Տերն է, ո՞նց ես դու համաձայն, որպեսզի անարգողները զորանան Քրիստոսին, բարձրացնեն ու ուրիշ Քրիստոս բերեն, ուրիշ պաշտամունք զորացնեն, անարգելով Քրիստոսի պաշտամունքը։ Ուրեմն նորից եմ ասում, առաջի դարում այդպես եղավ այդ եկեղեցու հետ, վերջում էլ այտենց կլինեն եկեղեցիներ հետ, որոնք հենց նույն վիճակը ունեն, ոնց որ առաջի դարի եկեղեցին։ Եվ ավելին, հենց վրեժխնդրությունը նրանց վրա էլ կգա, որտեղ նրանք ուխտազանց են լինում, թողում են Քրիստոսի հետ եղած ուխտը, իրանք բերանով չեն ասում, բայց իրանց վերաբերմունքը այդ առաջի ուխտի հետ կապված գործողություններին ցույց է տալիս դա։ Ուզում եմ, որպեսզի մենք աղոթք անենք, մեզ համար սենց ոնց որ ասած դաս, մեր համար սենց վերջնական ընդունած, որ մենք Քրիստոսով ենք Աստծո այդ ուխտի մեջ ու սա վերջնական հավիտենականը, մնացած ինչ որ խոսվի, կարվեն աշխարհի մեջ, մենք զգուշ լինենք, որ չխամորվենք, սենց ասած չհոժարվենք, չհամաձայնվենք, չաջակցենք մեր սրտով անգամ, սրտով էլ կամեցար, եթե գիտեք, հենց համարվում է արած։ Եվ շատերը սրտով հոժարված են դրա հետ, անգամ անում են լիքը բաներ, աղոթք անենք։